Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնում բուժվում են սիրտ-անոթային բոլոր հիվանդությունները։ Լավագույնս կատարվում են բացառիկ միջամտություններ, սրտի ստենտավորում կրկնակի դեղապատ եւ լուծվող ստենտներով եւ սրտի կլապանի վերակառուցում հիվանդի սեփական հյուսվածքներով։ Բուժվում են նաեւ նյարդաբանական աղեստամոքսային հիվանդությունները։ Գործում է համակարգչային տոմոգրաֆիա, նորաբաց հեմոդիալիզի բաժանմունք, շտապօգնության ծառայություն, պոլիկլինիկա։ Մանրամասների համար զանգահարել 015 80 80 08 կամ 012 80 8008 Best Life մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով։ Բարև իմ շացիելի հեռուստադիտողներ, հերթական անգամ Medinform-ն է եթերում եւ այսօր շարունակել ենք բացահայտել հետաքրքիր գործարար կանանց, որոնք ինչ որտեղ առնչություն ունեն բժշկության հետ, էսթետիկ կոսմետոլոգիայի հետ, որոնք այդ ճյուղերից մեկի հիմնադիրն են, սակայն իրականում նրանց կերպարը ավելի խոսուն է, քան հենց արված գործը։ Եվ ես սիրով այսօր զրուցելու եմ հրավիրել Milan Aesthetic Spa կենտրոնի հիմնադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանին։ Բարև ձեզ, Տիգրանուհի։ Շատ հաճելի է, որ Medinform հաղորդաշարի հյուրն եւ այսօր մենք բացահայտելու ենք ձեր կերպարը, մի քանի բազմապրոֆիլ, այսպես բնութագիրներ կարող եմ տալ ձեր կերպարին, սկսենք նրանից, թե փոքր ժամանակ մենք շատ հաճախ ունենում ենք երազանքներ եւ հասունանալով դրանք իրագործում ենք, եղել է այդպիսի երազանք մանկության տարիներին, որոնք հիմա որևէ կերպ առնչվում են ձեր գործի հետ։ Դե ոնց որ բոլոր մարդիկ նույնն է, ես իհարկե եղել են երազանքներ, որ ես փորձել եմ իմ երազանքներն իրականացնեմ։ Ես փոքր ժամանակ շատ սիրում էի 5 գրքերի հոտերը ու դեռ տառերը չգիտեի, բայց որ գնում էի գիրք բացում էի, ինձ թվում էր, թե ես արդեն այդ գիրքը կարդացել եմ ու վազելով գնում էի ասում էի, վայ մամա, գիտես, ես այս գիրքը կարդացել եմ, մամաս մանկավարժ է ու միշտ ծիծաղում էր ինձ վրա, ու այդ ծիծաղը իմ մոտ առաջացնում էր այն, որ ես պետքա շուտ սովորեմ տառերը, որ գիրք կարդամ։ Հետաքրքիրն էր, որ երբ որ սովորեցի տառերը, առաջի գիրքը որ կարդացի, այդ բժիշկ Այվոլիտի գիրքն էր։ Ես սիրեցի բժիշկ Այվոլիտը ու միշտ հիշում էի, անգամ դաժե այս մեծահասակ տարիքում լինում են դեպքեր, երբ որ ես նորից անցնում եմ այդ գիրքը թերթում եմ։ Բայց փոքր ժամանակվանից շատ իմ հորեղբոր հետ շփվելու ընթացքում առաջացավ իմ մոտ ցանկություն, որ ես պետք է դառնամ քաղաքական գործիչ։ Նույնպես քաղաքական գործիչ էր, այո, ու քանի որ մամաս մանկավարժ էր ու ցանկանում էր, որ ես պետք է դառնամ ուսուցչուհի, պապաս ցանկանում էր ես պետք է ինձ տեսնի ավելի շատ տնտեսության մեջ, իսկ հորեղբորս տեսնում էր ինձ որպես քաղաքական գործիչ։ Դե դժվար էր բոլորի երազանքը իրականացնելու նպատակը։ Բայց կարծում ամենադիպուկը հենց ձեր հորեղբայրն էր եղել։ Երևի թե այո, ես ընտրեցի առաջին մասնագիտությունը ընտրեցի պատմաիրավաբանեկանը, երկրորդ մասնագիտությունը քաղաքագիտություն, քաղաքական վերլուծաբան եւ երրորդ համալսարանը երբ որ ավարտեցի, ընտրեցի իրավաբանական եւ չորրորդ սովորել եմ MVD-ի դպրոցը Մոսկվայում, բայց այդ տարիների ընթացքում ինձ շատ գտա հենց քաղաքական ոլորտում, իհարկե շատ աշխուժ գործունեություն չեմ ծավալում քաղաքականության առումով, ես ունեմ իմ պաշտոնը, ես ունեմ իմ դիրքը, բայց հանրությանը շատ չեմ երևում։ Բայց այս ընթացքում իմ մոտ առաջացավ հետաքրքիր գաղափար, որ ես պետք է ունենամ ինչ-որ մի յուրահատուկ զբաղմունք, որտեղ որ ես կարողանամ ինձ շատ ռեալիզացնեմ, այվ այդ զբաղմունքը առաջացավ հենց բիզնես գաղափարը, որը որ մինչև այսօր տանջվում եմ այդ բիզնես գաղափարի վրա։ Այո, հետաքրքիր է քաղաքական գործիչ, իհարկե մենք ճակերտները չենք բացի, քանի որ կան պաշտոններ, որոնց մասին բարձրաձայնել անհրաժեշտությունը չկա, բայց այստեղ ռեալիզացնում եք ձեր ուժերը, ձեր երազանքները, ասես կրեատիվությունը, այո, այդ կենտրոնում։ Մի փոքր ներկայացրեք, թե ինչու այդ գաղափարը ձեզ մոտ առաջացավ։ Իրականում ես ունեի շատ լուրջ առողջական խնդիրներ ու առողջական խնդիրներից կապված էին հենաշարժողական ապարատի հետ ու ինչքան փնտրում էի Երևանում այնպիսի մի կենտրոն, որտեղ ես ստանամ այդ պրոցեդուրաները, որ ինձ կազատեն այդ աղավոր ցավերից, ես չէի կարողանում գտնել երկուսում մեկում, որը կլիներ եւ որպես ռելաքսային եւ որպես հենց բուժական կենտրոն։ Ու անընդհատ իմ մեջ այդ գաղափարը կար, երբ որ ինձ ուղարկում էին հիվանդանոցներ, ես հոգեբանորեն արդեն ինձ շատ հիվանդ էի զգում։ Երբ որ ես այցելում էի սպա կենտրոններ, որտեղ պետք է ստանայի թեկուզ բուժական մերսումներ, միևնույնն է, ինչ-որ մի բան չէի կարողանում հասկանալ, որ ինչ-որ մի բան պակասում է։ Ու շատ պատահական օրերից մի օր այս նույն բողոքներով բնականաբար ընկերներիս մոտ կիսվեցի ու այնքան շատ կիսվելուց հետո ինձ ասեցին դե արդեն հոգնեցրեցիր, ավելի լավ է մտածես ինչ-որ մի յուրահատուկ բան անելու մասին։
Ասա թե եկեք բոլորով մտածենք, ու իմ ընկերներից մեկը առաջարկեց հենց այս գաղափարը։ Ու հենց այդ օրը շատ հետաքրքիր էր, երբ որ ես անցնում էի Սայատնովով, ես տեսա, որ պիրամիդայի վրա գրված է տրվում է վարձով։ Արդեն գաղափարի շուրջ խոսել ենք մի քանի ժամ առաջ, ու ասելուց դեպքում հենց սա էլ ուզում եմ, բայց ինչ եմ ուզում, չգիտեմ, արագ վերցնում եմ հեռախոսի համարը, զանգում պայմանավորվում եմ, ու մենք որոշեցինք, որ մենք այդտեղ ունենում ենք սպա հատված։ Եվ սկսվեց շինարարական աշխատանքները։ Շինարարական աշխատանքները սկսվելուց հետո, երբ որ սպան սկսեց աշխատել արդեն, հասկացա, որ ինչ-որ մի բան պակասում է, որտեղ կա պահանջարկ, որ ցանկանում ենք դեմքի խնամք, ցանկանում ենք հետաքրքիր ծառայություններ, դե ընդհարցակվեցինք հայապարի եւ անցանք էսթետիկ բժշկության։ Գիտեք, բոլոր ես կարծում եմ բոլոր հետաքրքիր գաղափարները հենց այդպես անպատրաստից են ծնվում, այո։ Իրականում այո։ Եւ հետո զարգացրել եք այդ գաղափարը, հիմա կենտրոնում երևի թե տարբեր ծառայություններ եք մատուցում, ինչ ծառայություններ կան։ Իրականում կենտրոնը հայեցած է շատ ծառայություններով եւ քանի որ ես սիրում եմ ամեն ինչում լինել յուրահատուկ, ես շատ երկար արդեն դե գաղափարը կար ու պետք էր խորանալ արդեն բիզնեսի մեջ։ Ես որոշեցի, որ պետք է լինի մեր մոտ այնպիսի յուրահատուկ ծառայություններ, որ ոչ բոլորի մոտ կլինեն։ Այսինքն երբ որ արդեն դու ձևավորել ես բիզնես, պետք է առանձնանաս ինչ-որ մի բանով, ու այդ ընթացքում երկար աշխատանքներ ծավալելուց հետո ինձ հաջողվեց ունենալ այդ առանձնահատուկ ծառայությունները։ Մենք ունենք համամի ծառայություն, որ Երևանում որոշ տեղեր կան, մենք ունենք դուշվիշի ծառայություն, որ Երևանում հազվադեպ կգտնեք։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Դե համամը բոլորս էլ գիտենք արևելյան բաղնիքն է, դուշվիշին ինքը հատուկ քարից պատրաստված աթոռի վրա մարդը պարկում է ու վերևից միանշանակ վերևից տաք ջուր է գալիս ու դրանով կատարում է մարմնի պիլինգ, մարմնի շերտազատում է տեղի ունենում։ Ունենք շարքոյի ծառայություն, այսինքն առանց որևէ սկրաբային եւ այլ միջամտության, սկրաբներ եւս կան, դա կախված է նրանից, թե հաճախորդը ինչա ցանկանում, կան մարդիկ, որ չեն ցանկանում որևէ սկրաբներ, կան մարդիկ, որ ցանկանում են, բազմաթիվ են սկրաբների տեսականին, դրանք որ թվարկեմ, այսօր ամբողջ օրը այստեղ կլինեմ, ըստ հաճախորդի ցանկության։ Ունենք շարքոյի ծառայություն, որը կենտրոնում գրեթե չենք հանդիպի։ Այժմ ունենք սաունա, ջակուզի, սաունայում ունենք հատուկ նախատեսված աղիպատ, որը այդ գաղափարն առաջացավ նրանից, որ քանի որ հիմա վիրուսները շատ են, իսկ աղը տաք պայմաններում բավականին օգտակար է շնչառության համար։ Ունենք նաև տորֆաբուժություն, ցեխաբուժություն, ֆիզիոթերապիա, ունենք հատուկ կինեզոլոգով աշխատում է հենց եւ ամենակարևորը, որ հաստատ գիտեմ, որ Հայաստանում ոչ մեկ չունեն, մենք ունենք վակուումային տրինաժորներ, որը որ կանանց օգնում է, որ իրենք կարողանան իրենց մարմնի մասին հոգ տանեն, այսինքն լիմֆատիկ համակարգի կարգավորման համար եւ նիհարեցման, մարմնի ձգման, քնիկը կանայքան, որ ցանկանում են գնան ֆիթնես ակումբներ, բայց որ ուշ չգործադրեն, ալարում, իսկ այս ապարատները երկուսը մեկում, այսինքն եւ ալարկոտության հարցն է կարգավորում եւ միևնույն ժամանակ տալիս են հետաքրքիր արդյունքը։ Մկանային ամրությունը։ Բավականին հետաքրքիր է։ Հիմա ձեր ամբողջ միտքը ավելի շատ կենտրոնացած է երևի թե այս կենտրոնի վրա, թե կարող ենք ասել նաև քաղաքական գործերն են շատ։ Իրականում իմ ամբողջ միտքը տարբեր ուղղություններով է, ինձ երբեք չեք կարող գտնեք ինչ-որ մի մտքի վրա, որովհետև կարող է լինի այնպես, որ ես ինչ-որ քաղաքական հանդիպման մեջ լինեմ ու այդ պահին ինչ-որ ստեղծագործական ջիղ առաջանա ու ես հենց այդ պահին իմ մոտ գրառում անեմ ու հետո սկսեմ աշխատել կամ հակառակը։ Չեմ կարող բացատրեմ դա ինչով է պայմանավորված, բայց կամ անգամ տենց կարող լինի, որ ես ընկերներիս հետ հավաքված լինեմ ինչ-որ միտեղ ու այդ բան ես առանձնանամ արագ հեռախոսից մեջ գրեմ մի քանի նախադասություն, որը հետո կարող վերածվի ինչ-որ բանաստեղծության կամ ինչ-որ գաղափարի։ Իմ մոտ կազմակերպչական ջիղը բավականին շատ ուժեղ է, որ ես այդքան չեմ սիրում, որովհետև որտեղ ես հայտնվում եմ, միշտ հայտնվում եմ էպիկենտրոնում։ Նախաձեռնող մարդիկ այդպես են։ Հիմա կցանկանամ դուք մի քանի խորհուրդ տաք կանանց այ կյանքում ինչպես գնալ երազանքի հետևից, այն իրագործելու հետևից, քանի որ դա ձեզ հաջողվել է եւ շատերը պարզապես երազանքները թողնում են անկատար, դրանք չվերածելով իրականության։
Իրականում ես կարծում եմ, որ չկա այնպիսի մի մարդ, որ իսկապես ցանկանա ու իր երազանքին ու նպատակին չհասնի։ Համենայն դեպս ես հայ կանանց ընդհանրապես մաղթում եմ, որ լինեն շատ համբերատար, շատ բարի, շատ սիրալիր ու ցանկացած վատ իրավիճակում միայն լավը տեսնեն, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ երբ որ դու դրական ես դրամադրվում ամեն իրավիճակում, խաղում ես քեզնից ամենալավը։ Երբ որ դու բացասական ես դրամադրվում, մեխանիկորեն բացասականել 4 կողմդ լինում է։ Շատ դեպքեր եղել են, որ ես ինձ հենց այդ մտքի վրա էլ բռնացրել եմ ճիշտն ասած, որ անդրամադիր մտել եմ աշխատանքի, այդ ամբողջ օրը սպրավալ է գնացել ու հարցրել եմ ինձ, ինչի, եթե օրինակ երեք ամեն ինչ լավ էր։ Դա հասկանում եմ, որ դա տրամադրվածությունից է գալիս, բայց ամենակարևոր հանգամանքը կանանց հոգու ներսում բարիությունն է։ Երբեք չչարանալ որևէ հարցում, երբեք չքննադատել, չմեղադրել, որտեվ երբեք որևէ մեկը որևէ հարցով ապահովագրված չենք, որ մենք լավն ենք ու մեզնից են կողմ աշխարհ չկա։ Միշտ պետք է դու քո առաջ ունենաս, որ հնարավորինս բարին կամենաս մարդկանց ու դրանով կստանաս երևի թե ամեն ինչ։ Իսկ երազանքները, եթե իրապես երազանք են ու իսկապես ցանկություն են, այլ ոչ թե թռուցիկ երազանք, վստահեցնում եմ բոլորը հասնում են իրենց երազանքին։ Իսկապես լավատեսությունը ես կարծում եմ համամիտ եմ ձեզ հետ յուրաքանչյուր գործի կեսն է, հաջողված գործի կեսն է, քանի որ այսօր նաև մեր սիրելի կանանց տոնն է եւ սա չասենք թե այն յուրահատուկ օրն է, երբ կանայք ուշադրության կենտրոնում են, սակայն պարտավորեցնող տոն է, երևի թե նաև տղամարդկանց համար եւ ինքներս մեծ համար, այո, տոնական զգացումը մեզ չի լքում։ Ես որպես կայացած եւ ուժեղ կին, որպես գեղեցիկ եւ նպատակասլաց կին կցանկանամ այդ դրականը փոխանցեք մեր կանանց, նրանց եւ շնորհավորանք կընկալեմ ձեր կողմից եւ ձեր խոսքը ուղված այն խորտ կտակ մեր կանանց, ինչ բացեր թերություններ եք նրանց մեջ նկատել, որ կցանկանայիք շտկվեր։ Իրականում հիմա եթե իմ ընկերներն ունեին կասեին էլի բարի աղավտին սկսվեց, ես չեմ պատկերացնում որևէ կնոջ բացասական կերպարով։ Լինում են, որ մարդիկ տարբեր բնավորություններ են ունենում եւ իրենց կյանքի ընթացքում ձևավորում են ավելի վատ բնավորություններ, որոշակի առումով չարանում կյանքի հանդեպ կամ իրենց ընտանեկան կարգավիճակից կամ երեխաների հոգսից, բայց անկախ ամեն ինչից ցանկացած կին իմ համար ինքը շատ յուրահատուկ է։ Առհասարակ ես մարդկանց շատ եմ սիրում։ Ցանկացած մարդ ինքը արդեն կարևոր արժեք է։ Մի այլ բան է, թե իր ընկերների կամ իրեն շրջապատող մարդկանց հետ ինքը ինչպես է շփվում։ Ես միայն խորհուրդ կտամ մարդկանց, որ իրենց հոգու ծաղիկը միշտ պահեն շատ բացված ու խնամքով, որովհետև կանայք ամենաուժեղներն են, ինչքան էլ տղամարդիկ մեր պարագլուխն են, տան գլուխն են, հենասյունն են, բայց կանանց պարտականությունները ու կանանց պատասխանատվությունը շատ ավելի հզոր է։ Թե երեխաների դաստիարակության մեջ, թե ընտանիքում, ընտանիքի ձևավորման, թե ընկերների շրջապատում, առհասարակ կինը շատ բազմաֆունկցիոնալ է։ Ու նաև երբ որ մենք մեր կենտրոնը հիմնում էինք, հենց այս գաղափարախոսությունն էլ եղել է սկզբանե իմ առջև դրած, որ երբ որ կինը մտնի մեզ մոտ իրեն զգա թագուհու կարգավիճակում, որովհետև առօրյա հոգսերից կտրվելու համար կինն ինքն էլ է ցանկանում իր խնամքով զբաղվել, բայց չի հասնում, ասենք երեխայի հոգսովը անհանգստացած, չնայած այդ հարցներ մենք մեր մոտ ունենք, որտեղ երբ որ երեխաներով գալիս են, մենք ունենք մասնագետներ հատուկ, երբ որ զբաղացնում են երեխային ու մաման կարողանում է այդ հաճույքից օգտվել, իսկ կանան տղաների հետ կապված ես ընդհանրապես կասեմ, որ բոլորին անսահման առողջություն մաղթենք, բոլորը լինեն խնամված, գեղեցիկ, բայց ոչ միայն արտաքինով, այլ նաև հոգեպես, որովհետև իմ համար ամենայն դեպս առանձնահատուկ նշանակություն ունի մարդու հոգին, որտեղ եթե դա շատ սիրուն է լինում, ինչքան էլ արտաքինից դա չերևա, դա արդեն կնոջ հաղթանակի 90%-ն է։ Գրավականն է։ Կինը առանց ինչի չի կարող ապրել։ Չեմ պատկերացնում։ Առանց սիրո, առանց տղամարդու, առանց ընտանիքի, չգիտեմ, տարբեր։ Մի քիչ փոխաբերական է, որովհետև հատկապես հիմա այս ժամանակներում կինը առանց ոչ մի բանի ինքը ինքնուրույն ամեն ինչի հետ ու նայած կին, նայած տրամադրվածություն։ Իմ պարագայում չեմ կարող պատասխանել։ Այո, շնորհակալ եմ Տիգրանուհի, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել եւ ուզում եմ որպես կնոջ շատ ուժեղ օրինակ, նաեւ ձեր օրինակով
խորհուրդ տալ մեր կանանց, այո, եթե թույլ կտակ, հարգելի կանայք, այս խորհրդանշական օրը պատահական չէ ընտրված մեր օրվա հերոսուհին, նա իրենից ներկայացնում է ուժեղ կնոջ կերպար, նպատակասլաց դրական տրամադրվածությամբ եւ իհարկե բառ օրինակն որ կարելի է այո գնալ նպատակների հետևից եւ 1 վայրկյանում այսպես որսալ օդի մեջ, թե այդ նպատակը քեզ ուր կարող է տանել, գնալ դրա հետևից եւ իրագործել եւ սիրով շնորհավորում եմ բոլորիդ օրը, տոնական օրը, մաղթում եմ տոնական տրամադրություն եւ իհարկե ցանկանում եմ որ դուք ոգեշնչվեք նման կանանցով, դրական, գեղեցիկ, ուժեղ եւ որը ունի իր ուրույն դերը հասարակության մեջ, որը ունի իր ուրույն մտքերը եւ նաեւ թույլ տանք հնարավորություն տանք մեր հերոսուն նույնպես շնորհավորել մեր սիրելի կանանց, խնդրեմ։ Ես մաղթում եմ կանանց անսահման առողջություն, համբերություն, մեծ սեր, երջանկություն, թող գարունը բոլորիս համար ասոցացվում է նաև ծաղկաշատ լինելով, արև շատ լինելով, իսկ արևնը բոլորիս տրամադրությունն է բարձրացնում, միշտ ունենան արևոտ տրամադրություն, երբեք չհանձնվեն, երբեք որևէ վատ բանի մասին չմտածեն ու միշտ հիշեն, որ կանայք ամենաուժեղն են ու ամեն մեկը ինչ փոքրիկ թաքնված երազանք ունի իր սրտի խորքում, ես սրտե ցանկանում եմ, որ տեսնեմ, լսեմ, որ բոլորը այդ փոքրիկ իրենց երազանքները կարողանում են իրականացնել։ Երևի այսքանը։ Ես էլ ձեզ եմ սիրով շնորհավորում այս խորհրդանշական օրվա կապակցությամբ, մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն այս երեկո եւ իհարկե միայն դրական, գեղեցիկ մտքերով, զգացմունքներով ու մարդկանցով լինեք շրջապատված։ Շնորհակալ եմ շատ եւ հրավերի համար, առհասարակ բոլորը գիտեն, անկեղծ ես շատ քիչ տեղերում եմ երևում, որովհետեւ չեմ սիրում շատ ուշադրություն գրավել, ես սիրում եմ ուղղակի լուր կատարել իմ աշխատանքը, ինչ որ ինձնից հասնում է։ Ամենայն դեպս ուշադրություն արժանացնելու համար շատ շնորհակալ եմ ու ձեր հաղորդաշարին մաղթում եմ կանաչ ճանապարհ ու երկար տարիների կյանք։ Ես նույնպես շնորհակալ եմ եւ բարեմաղթանքների համար եւ մեր օրը ավելի տոնական դարձնելու համար ձեր դրական ազդակները մենք ընդունում ենք, ստանում ենք եւ նաեւ նոր հաջողություններ եմ մաղթում ձեր հետագա նախաձեռնություններում, հարգելի հեռուստադիտողներ, մեկ անգամ եւս հիշեցնեմ Միլան Aesthetic Spa կենտրոնի եւ բժշկական կենտրոնի տնօրեն հիմնադիր Տիգրան Կարապետյանն այսօր իմ զրուցակիցը եւ տոնական այսօրը ես պարզապես ցանկացա որպեսզի դուք տեսնեք ուժեղ կնոջ, դրական կնոջ օրինակ եւ ուղղակի ոգեշնչվեք դրանով։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք։ Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնում բուժվում են սիրտ-անոթային բոլոր հիվանդությունները։ Լավագույնս կատարվում են բացառիկ միջամտություններ, սրտի ստենտավորում կրկնակի դեղապատ եւ լուծվող ստենտներով եւ սրտի կլապանի վերակառուցում հիվանդի սեփական հյուսվածքներով։ Բուժվում են նաեւ նյարդաբանական աղեստամոքսային հիվանդությունները։ Գործում է համակարգչային տոմոգրաֆիա, նորաբաց հեմոդիալիզի բաժանմունք, շտապօգնության ծառայություն, պոլիկլինիկա։ Մանրամասների համար զանգահարել 015 80 80 08 կամ 012 80 80 08 Best Life։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով։